Նորաձևության աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը Victoria's Secret Fashion Show-ն 2025-ին կրկին վերադարձավ Բրուքլինի Stanier ստուդիոյի շքեղ բեմ։ Լեգենդար հրեշտակների վերադարձի, նոր դեմքերի հայտնության եւ իհարկե Քենդալ Ջեների անսպասելի բացակայության ֆոնին տարվա իրադարձություն համարվող շոուն դարձավ այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Բեմական կերպարների ստեղծումը այս անգամ վստահված էր ոլորտի լավագույններին՝ հայտնի վարսահարդար Ջավարա Ուաուչոփին եւ լեգենդար դիմահարդար Դեյն Փեթ Մակգրաթին։ Նրանց նպատակն էր վերադարձնել ավանդական բոմբշել ոճի սեքսուալությունը ավելի փափուկ եւ ժամանակակից շեշտադրումով։ Թիմը հրաժարվել է միօրինակությունից ներկայացնելով տարբեր սանրվածքներ՝ կանգուրից մինչև ուղիղ, ինչը ըստ վարսահարդարի իրական գեղեցկությունն է։ Մինչ Ջիջի եւ Բելլա Հադիդները փայլում էին բեմում, վետերաններ Ալեսանդրա Ամբրոսիո եւ Ադրիանա Լիմայի կողքին, բոլորի ուշադրությունը սևեռված էր մեկ այլ բանի վրա։ Քենդալ Ջեները, որն իր դեբյուտը կատարել էր Victoria's Secret-ի բեմում 2015-ին, այս տարի ոչ բեմում էր, ոչ էլ հանդիսատեսի շարքերում։ Թեև Ջեներն ինքը չի մեկնաբանել իր որոշումը, պատճառները կարծես ակնհայտ են։ Նա այլևս իր ուշադրությունը չի սևեռում մոդելային կարիերայի վրա։ Շոուի օրերին տեղ ասում էր, որտեղ զբաղված էր իր տեկիլայի բրենդի առաջխաղացմամբ։ Բացի բիզնես հետաքրքրություններից, Քենդալը նախկինում խոսել է բեմական անհանգստության մասին։ Նա 2019 թվականին Էլին ասել էր, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել հաղթահարելու հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու վախը։ Անի Հովհաննիսյան, Ռեոփան մեդիա։